Խոնավ նավամբարում հիվանդացած քվիգեկը խնդրում է նավի դարբնին իրեն դագաղ պատրաստել, հետագայում երբ քվիգեկը լավանում է, այդ դագաղ մակույկը կապում են նավախելից, այն զարմացնում է հանդիպող նավերի նավաստիներին։ Սթարբեկը, որը համոզված է, որ Աքաբը կործանման է տանում նավը, փորձում է սպանել նավապետին, սակայն հետո մտափոխվում է ենթարկվում է ճակատագրին։ Փեկոտը հանդիպում է Ռաքելին, որը նախորդ օրն է հետապնդել Մոբի Դիկին։ Ռաքելի նավապետը խնդրում է Աքաբին իրենց հետ որոնել որսի ժամանակ կորած նավակին, որի մեջ իր 12-ամյա որդին է, սակայն մերժում է ստանում, հանդիպում է մի նավ, նրա վրա էլ թաղում են Մոբի Դիկի զոհերին։ Ի վերջո Աքաբը մի օր ինքն է տեսնում սպիտակ կետի ջրից դուրս ցցված սապատը։ 3 օր նավը հետապնդում է կետին, վերջապես երբ վելբոտները մոտենում են կետին, սա ժանիքներով ջարդուփշուր է անում Աքաբի վելբոտը սկսում է պտտվել Աքաբի շուրջ, որպեսզի նավը չկարողանա փրկության հասնել, երբ նավին հաջողվում է հեռացնել Մոբի Դիկին ջրից հանել Աքաբին, սա տեգ է պահանջում, սակայն մտնում է մարդն այսպիսով դադարում է։ Առավոտյան դարձյալ հանդիպում են կետին, սա փշրում է 2 վելբոտներ գրոհում է Աքաբի վելբոտը, ջարդելով այն տակից, երբ մարդն ավարտվում է փրկվածներին նավ են դուրս բերում, Աքաբը նկատում է, որ Ֆեդալլան չկա։ Երրորդ օրը կետը, որը կատաղել է ստացած վերքերից, ինքն է նետվում Փեկոդի վրա, վելբոտները նորից ջուր են իջնում, նրանցից մեկի վրա է Իսմայելը, նավաստիները տեսնում են տեկերի պարաններով գազանի իրանին փաթաթված Ֆեդալլայի մարմինը։ Մոբի Դիկը չի փնտրում հանդիպում Աքաբի հետ, սակայն նավապետի նավը հետապնդում է նրան, կետը գրոհում է նավը ճեղքում այն, Փեկոտը սկսում է սուզվել ջրապտույտի մեջ քաշելով նա նավապետի վելբոտը, Աքաբը հասկանում է, որ սա վերջն է տեգով վերջին հարվածն է հասցնում կետին, տեգին կապված, թոկը քաշում տանում է Աքաբին, վելբոտից դուրս ընկած Իսմայելը նույնպես քշվում է դեպի ջրասույզ եղած նավի ջրապտույտը, բայց նա չի խորտակվում, քանի որ ջրապտույտը դադարում է, իսկ ջրի մակերեսին է հայտնվում քվիգեկի համար պատրաստված դագաղը։ Մեկ օր Իսմայելը մնում է այդ դագաղ մակույկի մեջ, մինչ որ անցնող նավը փրկում է նրան, դա Ռաքելն է, որը փնտրելով իր նավապետի որդուն գտնում է ուրիշին։